Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե մոտ ժամանակում Հայաստանի Հանրապետությունում հարակվե անցկացվեր Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով, Ռուսաստանում շատ կվշտանային այն բանից, թե ինչպես կարձագանքեր Հայաստանի բնակչությունը։ Շատ էին ուզում, որ հորս դատարան բերեին, բայց բժիշկները ասացին, չի թույլատրվում ազգային ժողովում ճեպազրույցում, հայտարարել է Լևոն Քոչարյանը, նրա որդին Հայաստան Դաշինքի падգամավորը։ Նա նաև նշել է, որ այսօր ժամը 8-ին լրացել է Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման ժամկետը, որից հետո նոր որոշմամբ կրկին միջնորդություն են ներկայացրել նրան 24 ժամվա ընթացքում կալանավորելու համար։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն ու վարչապետ Փաշինյանի հայտարարությունները, նա միայն հույս է հայտնել, որ տեղի ունեցող գործընթացները կիրականացվեն օրենքի պահպանմամբ։ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը Ռուսաստանի տարածքում խոցել են աերոդրոմ, հրթիռային ստորաբաժանում եւ ենթակառուցվածքներ, որոնք օգտագործվում են Ուկրաինային հարվածելու համար, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ըստ նրա, մեկ օրում ուկրաինացի զինվորականները Ռուսաստանի տարածքում խոցել են 16 օբյեկտ։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը օգոստոսի 26-ին իր նորամուտը կնշի FIFA-ի միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում։ Ալ-Ահլին պայքարը կսկսի այս մրցաշարում նպատակ ունենալով նվաճել ոճռորոշ խաղի ուղեգիր եւ մրցել ֆրանսիական Պարի Սեն Ժերմենի դեմ։